Այսօր որոշեցի պատրաստեմ ընկույզով բուլկի։ Վերցրել եմ մոտ 300 գրամ գոլ կաթ, գոլացրել եմ, այստեղ կավելացնեմ մոտ 1 ճաշի գթալ խմորիչ։ Վերցնում ենք 2 հատ ձու, այստեղ ավելացնում եմ 100 գրամ շաքարավազ, հարում եմ, արագ հեշտ պատրաստվող խմոր է։ Կավելացնեմ բուսայուղ 150 մլ։ Կաթը խմորիչը, կես թեյ գթալ վանիլին, 600 գրամ ալյուր, խմոր ենք հունցելու։ Ահա ստացվեց այսպիսի փափուկ խմոր։ Ծածկում ենք և թողնում ենք հանգստանա մոտ 1 ժամ։ Միջուկի համար վերցրել եմ շաքարավազ մոտ 100 գրամ, ընկույզ և չամիչ։ Ընկույզը մանրացնում ենք։ Կավելացնեմ 1 ձվի սպիտակուցը, դեղնուցը թողել եմ վրան քսելու համար։ Լավ խառնում ենք։ Խմորը լավ հասունացել է։ Տեսեք ինչ լավ խմոր է ստացվել։ Հիմա գնդելու ենք և լավ գրտնակով բացելու ենք։ Խմորը լավ բացում ենք, այսպես ինչքան հնարավոր է։ Լցնում ենք միջուկը։ Լավ տարածում ենք։ Հիմա ծալում ենք։ Բերում ենք այս շերտը, այսպես։ Եվ այս շերտը, այսպես։ Մի հատ էլ այսպես կգրտնակեմ։ Հիմա այսպես կտրատում ենք։ Հիմա այսպես մի թեթև փաթաթում ենք, բերում ենք, հավաքում ենք։ Այսպես։ Ահա։ Դնում ենք գեղեցիկ տապակի մեջ։ Պատրաստեցի, ահա, տեսեք ինչպիսի տեսք ունի։ Հիմա վերցրել եմ մի փոքր կաթ և 1 ձվի դեղնուց։ Կխառնեմ և կտարածեմ երեսից։ Ջեռոցը նախօրոք միացրեք, թխվելու է 180 ջերմաստիճանում մոտ 15 րոպե, բայց դեղնուցը տարածելուց հետո կսպասենք ևս մի 20 րոպե, որ լավ հասունանա խմորը։ Թխվեց 20-ից 25 րոպեում, տեսեք ինչքան գեղեցիկ է ստացվել և շատ փափուկ է, տեսեք, դեռ տաք է, չեմ կարող ցույց տալ։ Անչափ համեղ է, այս տարբերակով պատրաստեք։ Բարի ախորժակ ցտեսություն։